Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով, այնտեղ բռնության բռնկումն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Իհարկե, մենք անհանգստացած ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով, հաշվի առնելով այն ջանքերը, որոնք մենք երկար տարիներ մեր գործընկերների միջազգային հանրության անդամների հետ միասին գործադրել ենք, ապահովելու համար այս բարեկամ երկրի բոլոր քաղաքական էթնոդավանանքային խմբերի անվտանգությունը, որպեսզի այն զերծ մնա ահաբեկչական սպառնալիքներից, ասել է նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայից պահանջել է անհապաղ նվազեցնել ամերիկյան կաթնամթերքի մաքսատուրքերը, դրանք անվանելով վրդովեցուցիչ։ Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social հարթակում։ Կանադան պետք է անհապաղ չեղարկի իր հակաամերիկյան գյուղատնտեսական մաքսատուրքերը, որոնք երկար ժամանակ համարվում էին աղաղակող, գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ շուտով ազգային արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկայի ոլորտում կապված Կանադայի գործողությունների հետ։ Հյուսիս զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կուրսկի շրջանի 12 բնակավայր եւ ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հարձակողական գործողությունների ընթացքում Հյուսիս զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են 12 բնակավայր՝ Ագրոնում, Բոգդանովկա, Բոնդարևկա, Դմիտրուկով, Զազուլևկա, Իվաշովսկի, Կոլմակով, Կուբատկին, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա, Յուժնի եւ Կուրսկի շրջանի ավելի քան 100 կիլոմետր տարածք։ Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ուղղաթիռներով օդային հարձակման գործողություններ են իրականացրել Հյուսիսային Կորեայի սահմանակից քաղաքի ուսումնական հրապարակում լայնածավալ զորավարժությունների շրջանակում։ Այս մասին հայտնել է ՅՈՆԱՊ գործակալությունը։ Կողմերը ներգրավել են մոտ 400 զինծառայողներ, հետևակային դիվիզիաներից, ինչպես նաեւ մոտ 10 միավոր տեխնիկա։ Մերձ Մոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի Դոմոդեդևո քաղաքային շրջանի ղեկավար Եվգենիա Խուստալևան Տելեգրամի իր ալիքում։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ մահացել է նաև 3-րդ տղամարդը, բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, նշել է նա։ Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել 2 զոհի եւ 18 վիրավորի մասին։ Բելուջիստանի ազատագրական բանակ ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի։ Այս մասին France Press գործակալությանը հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մոհամեդ Քաշիֆը։ Գնացքում գտնվող ավելի քան 450 ուղևորները դարձել են զինյալների պատանդները, մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։ Բացի այդ, ըստ տեղի պաշտոնյաների գնացքավարը վիրավորվել է։ Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար, այս մասին ասել է երկրի նախագահ Ղասեմ-Ժոմարթ Տոկաևը Ադրբեջանի արտգնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Ձեր այցը մեծ նշանակություն ունի եղբայրական Ադրբեջանի հետ համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։ Մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր եւ դաշնակից, ընդգծել է նա։ Սոմալիի կենտրոնական Բալդավենիե քաղաքում զինյալները հարձակում են գործել հյուրանոցի վրա, առնվազն 4 մարդ սպանվել է, սակայն հարձակումը դեռ շարունակվում է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բալդավենի դաշնային օրենսդիր Դահիր Ամին Ջեուն հայտնել է, որ զոհերի թիվը դեռ շարունակում է աճել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կարգով կոչ է արել Եվրամիության ղեկավարներին ակտիվացնել փոխգործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, մի կողմ թողնելով տարաձայնությունները եւ ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը, վկայակոչելով Ռյուտեի հայտարարություններից տեղյակ պաշտոնատար անձանց։